Աշխարհը բաց է կրեատիվների համար, իսկ HiFind-ի կրեատիվը ձեր բիզնեսի, կոնտենտի եւ բլոգինգի նոր հնարավորությունների համար։ Այսօրվա մեր կրեատիվը լինելու է ավելի բուրավետ։ Ինչու՞, որովհետեւ մեր այսօրվա հյուրը կարողանում է միաժամանակ երգել, ստեղծել գեղեցիկ կոնտենտ եւ թխել համեղ գաթաներ։ Եվ իհարկե ունի մեկ երազանք։ Նա ցանկանում է, որ մեկ օր հայկական գաթան դառնա նույնքան հայտնի, որքան ֆրանսիական կրուասանը։ Այո։ Աստված առաջ։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալություն, Էլեն ջան, շատ շնորհակալ եմ, որ չեք մերժել մեր հրավերը ու այսօր այստեղ եք։ Սիրով եկել եմ, ձեզ եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Մեր նպատակը մեկն է, մենք ցանկանում ենք, որպեսզի տարբեր ոլորտների գործունեություն ծավալող մարդիկ հավաքվեն մեկտեղ եւ համախմբեն ու համատեղ ուժերով փորձեն ավելի առաջ գնալ եւ զարգանալ։ Շատ լավ նպատակ է, մանավանդ այդ կոլեկտիվ մտածելակերպի այդ ասպարեզում այդ ամեն ինչում շատ լավ նպատակ է։ Դու ամենակարևորը մենք այստեղ ենք, որ նաև կարծրատիպեր կոտրենք, որովհետև բլոգերների ընդհանուր այդ դաշտի մեջ կա ինչ-որ կարծրատիպ, հա։ Իսկ մենք կրեատիվի միջոցով ու ձեր միջոցով կարծրատիպերը կոտրում ենք։ Եկեք կոտրենք։ Ես չգիտեմ, ես աշխարհը մեկ ժամանակ որեկան նկարելու ճուպ խոսում է, հիմա որ չգիտեմ ինչ է։ Հա, բայց ես չեմ հորինել։ Գախա չես։ Էլեն ջան, մինչև խաղը սկսել է, ուզում ենք այս տարայից հանեք մեկ անուն, այստեղ գրված են HiFind-ում գրանցված բիզնեսների անունները։ Փորձենք մեկի անունը։ Գիտեմ, թե չգիտեմ։ Չէ, դուք չգիտեք։ Ինքը չգիտեմ։ Բացեք դուք ու փորձեք կռահել, անունից կռահել ինչով են զբաղվում։ Տիգրանյան collection, երևի բան, դիզայն, հագուստի, Ահա, հիմա փորձենք Գուցե կաշվե իրերի, այո, պայուսակներ, կաշվե պայուսակներ, Տիգրանյան collection, մեկ էլ կա ոսկու Տիգրանյան, արծաթի հետ կապված, ասենք որ մեկից բարգացնա ճիշտ գտնել, բայց ամեն դեպքում ինքը կապ ունի ինչ-որ այդ գեղեցիկի, էսթետիկի, handmade ինչ-որ բան չի էլի տենց։ Դալմա տեսնենք որ սա Ահա, հիմա ես տալիս եմ ձեզ ու միասին նայում եք, կարդացեք ինչի մասին է ինքը։ Էպոքսիդից պատրաստված ձեռագործիքներ, որոնք կարող են լինել ձեզ համար թանկուշ եւ յուրատուկ նվեր, փորձեք պահպանել ամենակարևորը մեկ տեղում։ Կարող եք վրան կլիկ անել ու արդեն կգնաք իր Instagram-ի էջը։ Ո՞ն sense հեշտ է։ Ահա։ Օ, մենք չկռահեցին։ Տիգրանյան collection։ Չէ, պետք է այնպեսի բան մտածել, այսինքն շատ խիստ է, այո։ Եթե հիմնական ամբողջը էպոքսիդ է, իսկ այնտեղ գոնե մի փոքր նշուլ դրա հետ կապված, պետք է անվան մեջ լինել, որտեղ մեզ շփոթեցրեց։ Պետք է ինչ-որ ձևով ասոցացվի։ Միանշան, այո։ Հա։ Ինքը շատ խիստ ու լուրջ անուններ չէ՞ մի։ Մենք ամեն ինչ մտածեցինք, fashion։ Այո։ Լավ, շնորհակալություն, Նե ջան։ Ես եմ նայել, էլի։ Ընդհանուր էջը գեղեցիկ է, բայց գրվածքներ հաստատ պետք են էջին։ Պարտադիր։ Ռիլեր, բայց նկարներ կան։ Հա, նկարներ կան, բայց գրվածքներ ընդհանրապես չկա։ Սենց էջը ինքը շատ միապաղաղ է, խնդրում եմ էջի վիզուալին պարտադիր ուշադրություն դարձրեք։ Տիգրանյան collection։ Էլեն ջան, հիմա անցնենք բուն խաղին եւ առաջին խաղը կոչվում է ընտրության պահը, երբ շտապելը դառնում է պարտադիր պայման։ Լուսինեն կհնչեցնի հարցեր, բլից հարցեր, դուք փորձեք արագ պատասխաններ տալ։ Սիրով։ Գնացինք։ Լայվ երկել, թե լայվ գաթա թխել։ Լայվ երկել։ Կոնտենտ նկարելիս 1 դուբլ, թե 20։ 1 Շեդևրալ է դա, անգամ ձեռքերը վառել։ Ես հավես չունեմ 20։ Կոմենտները կարդալ, թե նյարդերը խնայել։ Կարդալ եւ ուրախանալ։ Ուրախացրեք Էլենին հաճախակի, բլոգինգը հոբի, թե կախվածություն։ Հոբի։ Երկելուց հարևանները ծափ են տալիս, թե դուրն են ծեծում։ Չեն խոսում։ Թե շփում։ Հարգելի հարևաններ, գնահատեք այս մարդու արվեստը։ Մենք գումար ենք տալիս, որ գաք լսենք, նա ձրի ձեր համար երկում։ Բա։ Գաթան այրվելուց կոնտենտ կդառնա, թե միանգամից աղբը կգնա։ Կոնտենտ։ Հետևորդները ավելի շատ պահանջում են երգ, թե բաղադրատոմս։ Բաղադրատոմս։ Դեռ չեն հասկացել են այդ բաները։ Եթե կյանքդ երգ լիներ, որ ժանրից կլիներ։ Դասական։ Օրինակ։
դասական երաժիշտ ասեմ, հա։ Երգ։ Հա, երգը, հա, չէ, մի րոպե ժանրից, ասեմ, երգ է։ Հա։ Դե որ ասում ես դա երգ է։ Այնքան երգեր կա, բայց լավ։ Սենց Առանց չկա գարու, առանց չկա միտում, առանց անզոր ենք մենք ու գործված Բայց ինչ եմ ես գիզավերը դինամիկ, ռիթմիկ ինչ Դինամիկ, առանց չկա գարում Հա, որտեղ խոմեջը տերկուսը ապրում է Հա, ուղղակի այս երգի լիրիկան իմն է, չկա առանց կյանք էլի Ամենահամով կոմպլիմենտը, որ ստացել ես հետևորդներից Խոզ Կես Վայ ոնց է ես ծիծաղում, կարող եմ պատմել կարճ թե չէ Ուրեմն դեռ նոր ենք սկսել կոնտենտը, մի օր սոված գալիս եմ տուն ու հենց այդ պահին բան եմ անում, որոշում եմ լավաշը դնում եմ սեղանին, բրդուճ եմ ուզում անեմ բան ու հենց այդ են շորերով եկել եմ վերարկուս հանել եմ, լվացվել եմ ու այդ են սկսում եմ սարքել ընկերուհիս հետ նկարում ու այդ վիդեոն, որ ես այդպես բրդուճ եմ սարքել ու սենց կծում եմ սնգնում ահում ներվում եմ սոված մեկ էլ տակը կոմենտ, համ Facebook-ում, համ Instagram-ում խոզ ու տակը մի հատ էլ Սվինյա, այսինքն եթե չես հասկանում խոզը, սվինյան հասկացնես, մայկան ամենալավ կոմենտն է եղել իմ կյանքի։ Արձագանքեցիք այդ կոմենտին։ Ծիծաղացինք, հա, կարծեմ լավ տենց մերսի բան, այո, դուք ճիշտ եք։ Շատ լավ է։ 3 բառ, թե ինչպիսի բլոգեր ես դու։ Ուրախ, թեթև, իմաստալից Ես կավելացեմ նաև շատ ազնիվ, որովհետև ինքը ոնց կա, ինքը այդտենց իր բլոգում է։ Դուք սենց երկու տարբեր էլեններ հաստատ չեք գտնում, էլի, այդ ես դες ասում եմ որպես մտերիմ Մերսի։ Իմ բլից հարցերը այսքանն էին։ Ոչ, հավես է։ Մի հատ էլ ավելացրեք։ Գնում ենք առաջ, մի քիչ ավելի է բարդանում ու ավելի հետաքրքրանում։ Հիմա սեղանին ունենք կրիաներ եւ ունենք ավազային ժամացույց։ Խաղը կոչվում է կրիայի ռիթմը, երբ պետք է 1 րոպեն անցնել կրիայի քայլերով։ Մինչև խաղին անցնելը, ուզում եմ հասկանալ ձեզ համար կրիան ով է կամ ում հետ եք ասոցացնում կամ ինչի հետ եք ասոցացնում։ Դե ինձ համար կրիան դա նախ իմաստություն է, իմաստուն կենթանի է եւ ինքը ճիշտ են ասում, հա, դանդաղ հաջողության է տանում, որպես թալիսման, այսպես ասած։ Եվ նաև ինքը շատ ընտանեկան է ինձ համար։ Ինքը ոնց որ շատ պահում է իր կողքիններին, շատ սենց սիրում, պահում ու փայփայում է։ Այդ իր ընտանեկան մտածելակերպը մայրական ինստինկտ ասեմ, ինչ այդ ինստինկտը, մայրական չէ, բայց ինստինկտը, իր այդ ընտանեկան ինստինկտը շատ ինձ դուր է գալիս։ Ու ինքը իմաստությունն է ինձ համար շատ ուժեղ։ Կարևոր որ դու այդ դանդաղ բառը, որտեղ հիմնական ասոցիացիան մի անգամ դու կրիար, ուրեմն դանդաղ է։ Դանդաղ շտապում է, էլի։ Հա, դանդաղ շտապում։ Հենց մեր գաղափարն էլ է դա, այսինքն մենք փորձում ենք հստակ քայլերով առաջ գնալ։ Ահա, հստակ քայլերով ճիշտ է։ Հիմա մի հատ հարցել եմ ուզում ավելացնել, եթե մեր կրիան վարեր ինչ-որ բլոգ, ինչ է կարծում, ինչ կոնտենտ կունենար։ Երևի հետիմ ասած կայունության, իմաստության մասին կլիներ բլոգը, ընտանիքի մասին կարող լիներ օրինակ։ Արժեքների։ Այո, ընտանեկան արժեքների։ Ինչպես հարտուկել ամուսնու վերնաշապիկը, որ գիծ չլինի օրինակ։ Մեծ թվով կանանց դա կհետաքրքրի։ Ես որոշել եմ նման վիդեո նկարել միջակայքից, ես նյարդային անում եմ այդ գծերը, որ լինում են, սովորացնեմ կանանց, ինչպես հարտուկել վերնաշապիկը։ Կսենք։ Այո։ Ես շրջելու եմ ու դուք ամեն անգամ մի կրիայի վրայի գրություն եք վերցնելու ու առարկան փորձեք ասոցացնել ձեր բլոգի հետ։ Փորձեմ։ Բայց շատ արագ։ Հա, մի րոպե, հա։ Սկսենք։ Դուք վերցրեք, ես նոր արդեն իրար հետ, որ արդար լինի։ Գնացինք։ Մեղր, փախլավա։ Ճիշտ եմ անում։
Եթե կողը տենց ասոցիացիա։ Տեսախցիկ Էլեն Ալյուր հաց թթխմոր ջերոց բան Պավլովայի այդ բեզեները միրինկաները ճիշտ եմ անում հա Որոնց ոնց գտնում ես ճիշտ Սեղան բան Սեղանը դե պատրաստելու հետ է ասոցիացվում է եւ ոնց որ սեղանի վրա որ պատրաստում ես կարողանինի հյուրասիրում ես հա հունցում ես խմոր օրինակ գաթային Գրտնակը հա այսա գաթանա գրտնակը գաթանա եւ Վերջինը հասցնում ենք նոտա երկել երաժշտություն դաշնամուր Դու այսքան ժամանակ մի ակտիվներ, որ հասցրեցիր բոլոր կրյաներով անցնես ու ժամանակդ ներել։ Բրավո։ Մյուս խաղը կոչվում է 7 վայրկյան։ Այստեղ փորձելու եք հարցերին պատասխանել 7 վայրկյանի ընթացքում։ Էքստրիմ։ Ուզում եմ մի հարց ձեզ տալ, երբ ձեզ ասում են ժամանակ չկա, այդ դեպքում ձեր առաջին արձագանքը սկսում եք ավելի նյարդայնանալ, թե ուղղակի Չէ, ասում եմ կա։ Ուղղակի հանգստացեք, լիքը ժամանակ կա։ Լավ։ Անկեղծ եմ ասում, հա, այդպես է ոտ։ Շատ լավ մոտեցի պատասխան։ Հա, կարդալը չի մտնում, Չէ, լավ է։ շատ դժվար կլինի։ Ես 10 րոպե միայն կարդալու եմ։ Սրացինք։ Բլոգեր եւ խոհարար։ Որն է ավելի բարդ համեղ գաթաթխելը, թե լավ կոնտենտ պատրաստելը։ Լավ կոնտենտ պատրաստելը։ Ինչու՞։ Դե որտեվ ես դրա այդքան մասնագետը չեմ եւ հա, դա մտնում է հարցի մեջ այդ ինչն է։ Բայց ասեցի լավ։ Դրա մասնագետը չեմ վերջ։ Trend թե ինքնություն, հա։ Trend, որը ցանկացել եք նկարել, բայց չեք նկարել, որովհետեւ ձերը չէր։ Գրեթե բոլոր տրենդները չեմ նկարել, որտեվ իսկական իմը չեն, չեմ կարողանում։ Չի ստացվում, fake-ա։ Սխալներ, որ չես կրկնի, սխալ, որը ձեզ վրա թանկ նստեց, բլոգի հետ կապված, սխալ, որ ինձ վրա թանկ նստեց, չի եղել նման սխալ։ Դեռ չի գործը։ Red flag-եր համագործակցությունների ժամանակ, առաջին red flag-ը համագործակցության մեջ, որ փորձել եմ համագործակցել, բայց սկսել են ինձ թելադրել, թե ես ինչ անեմ, շատ տգեղ են թելադրել, ասել եմ ոչ, դա չի կարող դա այդպես լինել։ Content, մի բան, որը հետևորդները չեն տեսնում, բայց առանց դրա content-ը չի ստացվի։ Հա, ճիշտ ես։ Այո։ Հոգնածություն։ Հա։ Մեկ էլ որ երեխեքի վրա ջղայնանում եմ։ Ջղայնանում էի, որ փոքրին ասում եմ մի խանգարեք։ Հետևորդների ճնշում։ Երբևիցե փոխել եք կոնտենտի գաղափար միայն որովհետև հետևորդներն են այդպես ասում, երբեք չի եղել նման բան, անկեղծ եմ ասում, հա։ Որտե՞ղ չի փոխի։ Հասցրեցին։ Ապրես։ Դու ինչ-որ ռեկորդներ ես սահմանում են։ Էլեն ջան, մինչև հիմա անցած խաղերը հետաքրքիր էին։ Շատ։ Բարդ էին։ Չէ, իսկականից հետաքրքիր էին։ Իսկ բարդ էին։ Չէ, ինքնաճանաչողական։ Շատ լավ։ Հիմա մյուսը այսպես է լինելու, մենք երեքս ամեն մեկս մի բառ ենք ասելու, ու այդ բառերը դուք փորձելու եք կապել իրար ու ստեղծել մի փոքրիկ ուղերձ, թե ձեր հետևորդների, թե մեր հետևորդների համար։ Կազմեք բարձ ստորագրական նախաբացություն, եկանք հասանք։ Լուիս։ Ես եմ մյուսը։ Հա։ Լուիս։ Քո հետ ասում։ Կամերա։ Հաջողություն։ Այս ինչի՞ չեք ասել էսի։ Իմ սիրելի ընկերներ, թող ձեր ներքին լույսը Երևան միշտ այն էկրաններին, որով դուք նկարում եք ձեր կամերայով, եւ բերի ձեզ անսահման հաջողություն այս կյանքում, եւ այդ լույսը երբեք չմարի։
Բրավո։ Ես։ Համադայեմ քեզ դրիկ ժողովուրդ։ Այո։ Արսանիկներ ընդունում են պատվերներ։ Ուրեմն հաջորդ առաջադրանքը պատկերացնում ենք, որ դուք սկսել եք ձեր բլոգը 0-ից։ Ու կա ինչ-որ մի նախազգուշացում, որ կցանկանայիք Էլենին, ով սկսում է բլոգը նորից, 0-ից, ասեիք, որ դուք այդ խնդիրը չանեք։ Այո։ Պետք չի ամեն ինչ ասել, խոսել այդքան, այսինքն ասել պետք է բաղադրատոմսը, ինչպես պատրաստել, բուն թեմայի մասին։ Բայց ես հիշում եմ, որ առաջին վիդեոները անում էի, դրանք տևում էին մի ժամ օրինակ, հենց վիդեոներանով, որովհետև ես ամբողջ ընթացքը նկարում էի եւ այդ ամբողջ ընթացքում խոսում էի։ Ու այդ սա հետո կտրում էի։ Հա, այդա ես Դուք գլխի սարքել ես, էլի այսպես ասած։ Հա, բայց սովորեցի։ Բայց հիշենք, որ դա 2020 թիվն էր, դա COVID-ն էր, ու մենք բոլորս այսպես կարանք նստենք ու շատի ժամերով լսենք, որտեղ ոչինչ չունենք կանելու։ Ես հետո որ նայում եմ այդ նկարածը, մտածում եմ, բայց ո՞ւմ է դա հետաքրքիր, ինչի ես դա ասում, ինչի Нет։ Լակոնիկ է ֆրենդլին։ Շնորհակալություն։ Ձեզ է։ Ահա, այսքանով ավարտում ենք, բայց մինչև Մենք այս անգամ չենք մոռանա, որ մեր ունենք։ Մենք միշտ մոռանում ենք։ այս փոքրիկ նվեր Hi-Find-ի թիմից։ Վայ, մերսի Ստիկերներն են շատ։ Հա, այդ գրած, ընտիր, ես կգցնեմ, սա գիտեմ արդեն, որ հեռախոսի հետևի մասում հաստատ։ Հենց մենք փոքրկրիային կտանես, կորեկտ։ Իսկ կարող եմ բացել։ Իհարկե։ Նա ուզում եմ հասկանամ ինչ է, էլի։ Մի րոպե։ Սա կրյան է, կրեատիվն է նա։ Այստեղ ունի կանխիչ։ Սա Քո հաջողության կորբանը։ կարող եմ կարդալ։ Այո, իհարկե։ Շատ կրեատիվ նվեր է, շատ։ Շարունակեք ոգեշնչել մյուսներին։ Այո, դա կարա լինի շատ տենց ինձ առաջ բրդող միտք, որովհետև երբ որ ես չեմ ուզում ոչինչ անել, մտածում եմ չէ ոնց չանեմ, բայց մարդիկ ուզում են։ Դա այս հանդիպումով դուք դարձաք Hi-Find.am համայնքի կարևոր մասնիկը։ Ուզում ենք, որ այն շատ գեղեցիկ շարունակություն ունենա։ Սիրով Hi-Find team։ Մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք, դե միացած սիրուն փակում արա, խո Գնանք կոֆե։ արդար ձայնով։ Արդար զուլալ ձայն։ Ընտրեք։ Սիրոհասակ թե փրվել է շուրջը զգարուն։ Սիրոհասակ։ Հա։ Մերին Հա, սիրոհասակ։ Ես իմ սիրուն վարգարուն է, ծաղիկները արտնանում են, սիրո ճամփան ինձ տանում է, Բարդիները օրորվում են, հարսերի պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ անդադար, սրտիս մեջ էլ կյանքում այս, խենթի նման ման եմ գալիս, արար աշխար ինչ շպտում է, խանդավար, իմ չորս կողմը վարդուն ասանք, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ։ Բոլոր 40+ Ահա եւ վերջ, մենք այսօր փորձեցինք նորովի ճանաչել եւ բացահայտել Էլենին։ Էլեն ջան, շատ շնորհակալություն, որ այսօր այստեղ էիք։ Մերսի ձեզ շատ լավ անցավ, շատ ընտիր թիմա, Ապրեք շատ։ Դե ինչ սպասում ենք մեր հաջորդ հյուրին, հաջորդ կրեատիվի ժամանակ։